1998-ի նոյեմբերի 17-ին Դաշնակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայում հավաքվել է որոշելու ով է հայ եւ ով հայ չէ։ Հային պետք է որոշեն ազգային գիտակցությանը նվիրված գիտաժողովի ընթացքում։ Օրինակ, Սայաթնովան հայ է, նրա երգերը լացացնում են մեզ։ Ոչ Վիլյամ Ծառոյանն է հայ, ոչ Շարլ Ազնավուրն է հայ, իր նկարագրում։ Այո, նրանք մասնակցում են հայ ժողովրդի ճակատագրին, օգնում են, բայց նրանք նկարագրող հայ չեն։ Այն կրթական հիմնարկները, օրինակ կոնկրետ Բլեյանի կամ Կավենուիշներն են, որոնք ապազգային են, նրանք պետք է փակվեն։ Նույն օրը Հայաստանի քրդերը Իտալիայից պահանջում են Օջալանի ազատությունը, այս օրերին Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Բողոքավորների հոսանքը շարժվում է դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, քրդերը բուռն են իրենց պահանջները շարադրելիս։ Նրանք վերսկսում են մի քանի օր առաջ դադարեցված հացադուլը։ Հացադուլավորների թիվը կարող է հասնել 70-ի։ ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար 1999-ի նոյեմբերի 17-ին Ստամբուլ է մեկնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Օդանավակայանում նա հաջողացնում է կատակել վարչապետ Արամ Սարգսյանի հետ։ Արտգործնախարարն ասում է, որ Ստամբուլում հետաքրքրություն ներկայացնող հակամարտություններից առաջինը Չեչնիան է։ Բայց Ղարաբաղը ես նույնպես կարծում եմ, որ կոնե քուլիսային քննարկումներում անպայման կարևորագույն հարցերից մեկը կլինի։ 2000 թվականի այսօրը համագումարի են հավաքվում աֆղանական պատերազմի վետերանները։ Միության նախագահ պատգամավոր Արմեն Մեղթարյանը նշում է, որ ինքը միության մոտ 30 անդամի աշխատանքի է դասավորել, սակայն խնդրում են նրանց՝ մի մոռացեք միությունը ձեր աշխատանքի մեջ։ Նույն օրը վերջապես բացվում է Դավիթաշենի կամուրջը, կարմիր ժապավեն կտրողը Ռոբերտ Քոչարյանն է։ Ուկրաինան շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ։ Այսօրն ամերիկյան համալսարանում ասում է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոշկոն։ Դեսպանն ասում է նաև, որ Ուկրաինային հենց էներգետիկ համագործակցության տեսակետից է հետաքրքիր Հայաստանը, դեսպանին ԱՊՀ կոչվող հեքիաթը հետաքրքիր չէ։ Նախ եւ առաջ մենք պետք է ստեղծենք ազատ առևտրի գոտի, որպեսզի մեր արդյունաբերությունը աշխատի։ Մնացածը զուտ խոսքեր են։ Աբովյանցի բորբոքված վարորդները 2001-ի նոյեմբերի 17-ին վաղ առավոտից Երևանում են։ Նրանք Ռոբերտ Քոչարյանից արդարություն են պահանջում։ 6 ամիս առաջ մարդիկ շահել են Երևան-Աբովյան երթուղու սպասարկման մրցույթը եւ պարզվում է, որ նույն մրցույթին մի անգամ էլ դեռ պետք է մասնակցեն։ Հանրապետությունում կա որոշ միլիոնատեր մարդիկ, որոնք կարող են գնալ 30-ից 40 հատ միկրոավտոբուսներ վերցնել, բերել դնել երթուղին շահել եւ այս բոլորին հացից ձերկել։ Բայց այդ մարդիկ այսօր ազգային ժողովի պատգամավորներ են։ Նույն օրը համագումար են հրավիրում օրինաց երկիր կուսակցության կանայք։ Այստեղ հավաքված են կուսակցության մոտ 16000 կին անդամների պատվիրակները։ Նրանք եկել են ասելու, որ անիմաստ է խոսել ժողովրդավարության մասին, քանի դեռ կանայք խնդիրներ ունեն։